Բոլորիդ բարի երեկո, այսօր շատ շոկ է, երևի ձեր մոտ էլ, եթե Հայաստանից եք նայում ինձ, դրա համար որոշեցի հայացից դուրս գամ եթեր, գոնե այստեղ մի քիչ ավելի թեթև է։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր եթերը նայելու են իմ ալիքում, եթերից հետո սլկեն էլի ես կդնեմ, հույսով եմ կմիանաք մեր բաժանորդներ կդառնալու եւ ես շատ ուրախ եմ լինելու, եթե ելնեք այդ բանակի մեջ։ Ասեմ, որ տրամադրությունս չնայած որ ամեն օր ինչ-որ բաներ է կատարվում, ոչ թե մենակ Հայաստանում, ընդհանրապես աշխարհում եւ երևի պետք է այդ պատճառով մեր տրամադրությունը վատ լինի, բայց չես կարող ամեն օր, այսպես ասած, բոլոր այդ դեպքերի պատճառով տխրես, թե չէ կարաս խելագարվես։ Բայց այսօրվա եթերը շատ ուժ է լինելու եւ հույսով եմ, որ դուք կնայեք մինչեւ վերջը այս եթերը, քանի որ գիբրիդային այս պատերազմի մասին երբ մենք լսում ենք, մենք գտնում ենք, որ դա երևի ինչ-որ թեթև խոսք է, որը մեզ չի վերաբերվում, բայց եթե մենք ուզում ենք հասկանանք նաև ինչ է կատարվում բանակում, այսօր եկեք խոսանք հիբրիդային պատերազմի մասին, ես նորից շնորհակալ կլինեմ այն մարդկանց, ովքեր մինչև վերջ կնայեն այս եթերը, որպեսզի հասկանան ինչի մասին է խոսքը գնում։ Այս վերջի 5 դեպքը եւ ճամբարակի դեպքը ես կոնկրետ դրա մասին առանձին եթեր եմ անելու, մի քանի օրից հետո ավելի մանրամասն խոսանք, բայց դրա հետ էլ է կապված այսօրվա եթերը, քանի որ ցավոք սրտի մենք բոլորին բարի երեկո, ցավոք սրտի մենք չենք պատկերացնում ինչքան է լուրջ այսօրվա իրավիճակը Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված եւ այո, կապված եւ Վրաստանի հետ եւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հետ։ Երբ մենք ասում ենք հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, դա մենակ խնձորը չի, մենակ դեղցը չի, մենակ ծաղիկները չի, այլ տարբեր քայլեր, որ ձեռնարկում է Ռուսաստանի ՖՍԲ-ն, այո, Հայաստանի դեմ։ Ես այսօր երեկոյան ընդհանրապես վերջի 3 ժամին նստած էի ու գիտեք հանգիստ մտածում էի ինչ եմ ես ասելու եթերում։ Սկզբից որոշեցի, որ երևի կանեմ էմոցիոնալ եթեր, բայց երբ մնաց 20 րոպե մինչև եթերը սկսվի, մտածեցի, չէ, երևի հանգիստ մի հատ պետք է եթեր անեմ, քանի որ մեր YouTube-յան ալիքում ովքեր նայում են իմ եթերս, այդ աուդիտորիան ընդհանրապես Facebook-ից չի, մեծամասնությամբ, եւ իրանք հեռուստացույցով են նայում մեր ուղիղ եթերը, ողջունում եմ բոլորին, նայած կապ չունի որտեղից եք մենք նայում այս եթերը։ Տեսեք, եթե այդ հիբրիդային պատերազմի ժամանակ Ռուսաստանը խփում է Հայաստանին, ասենք ծաղիկներով, ջերմուկով եւ դա չի օգնում, վստահ եմ, որ Ռուսաստանը չի լրում եւ շարունակում է խփել Հայաստանի դեմ։ Եվ այս բանակի պատմությունները մտնում է այդ, այսպես ասած, պատերազմի մեջ։ Մի կողմից մեզ թվում է, թե այդ դեպքերը, առանձին դեպքերը, ամեն մի դեպքը իր պատմություն ունի, բայց եթե դուք պատկերացնեք ոնց է աշխատում օրինակ Ռուսաստանի կառույցը, ուժային կառույցը, որը պատերազմ է տանում Հրաստանի դեմ, Հայաստանի դեմ, դուք կհասկանաք ոնց է ընդհանրապես այս դեպքերը իրար հետևից գնում եւ այլն։ Տեսեք, ես արդեն ասել եմ մեր եթերներում մի քանի անգամ, որ Ռուսաստանի ուժային կառույցներում առաջի օրվանից կան բաժիններ, ովքեր զբաղվում են Հայաստանով, Վրաստանով, Ադրբեջանով եւ այլն։ Այդ բաժինը ուսումնասիրում է մեր մտածողությունը, մեր կարծիքը, ընդհանրապես ինչն է մեզ վախեցնում, ինչի մասին ենք մենք ավելի շատ խոսում։ Պրիվետ Վիլեն, բոլորին բարի երեկո։ Եվ հիմնվելով այդ մեր մտածողության վրա, մեր նանաշխարհակցեր, հիմնվելով դրա վրա ինքը գծում է ծրագիր, ոնց վնաս տա երկրին։ Այսօր ահագին տղերք Ռուսաստանից գալիս են հայկական բանակ եւ ճիշտ են անում, քանի որ մեր բանակը 1000 անգամ ավելի հոյակապ բանակա, քան թե Ռուսաստանի բանակը։ Եվ ուզում եմ նորից նշել, այսօր ես գրեցի մի հատ ստատուս, չփորձի ոչ մեկ մանավանդ, այսպես ասած Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից կամ Հին Հայաստանից մեղադրի ինչ-որ բանում կոնկրետ Սուրեն Պապիկյանին, քանի որ բոլորիս մեղքն է, երբ մենք ունենք sense դեպքեր բանակում, բոլորիս մեղքն է։ Սրա մասին ես կխոսամ եւ ինձ թվում է նոր բաներ դուք կլսեք։ Երբ մենք խոսում ենք այդ դեպքերի մասին, մենք պետք է հասկանանք, որ եւ ընդհանրապես այս սնունդը, որը խփեց Ռուսաստանը, վախեցնում է Մեդվեդևը, այս վերջերս շատ ագրեսիվ խոսում Հայաստանի դեմ եւ նաեւ իր քաղաքացիների դեմ, ովքեր դուրս են եկել Ռուսաստանից ու գնացել Հայաստան։ Եվ վստահ եմ, որ նույն Մեդվեդևը, նույն Պուտինը, իրանց ուժային կառույցները նստած մտածում են, ել որտեղը խփեն Հայաստանին օրինակ,
առանձին Ուկրաինային, առանձին Վրաստանին, որպեսզի մեզ վնաս տան։ Երբ Ռուսաստանը ուզում է վախեցնի Եվրոպայի երկրներին, ինքը դուք տեսել եք, բեսպիլոտնիկա ուղարկում Պոլշա, Մոլդովա եւ այլն, վախեցնում է դրանով այդ երկրները։ Իմիջիայլոց այդ բեսպիլոտնիկները հասել են Թուրքիա, Թուրքիան էլ է վախեցրել, եկել են Ստամբուլի մոտ ընկել այդ բեսպիլոտնիկը։ Կարա նաեւ, ես լուրջ եմ ասում, կարա նաեւ Ռուսաստանը այնքան փթած թարախ երկիր է եւ իրանց ուժային կառույցները, կարա նաեւ բեսպիլոտնիկ էլ ուղարկեն մեր երկրի վրա։ Պատկերացրեք, այնքան վտանգավոր է հիմա այդ վիճակը։ Ես ինչի համար եմ դա ասում, որ ոչ թե մենակ բանակն է, հա, պրիցելի տակ, Ռուսաստանի պրիցելի տակ, այլ բոլոր մեր գյուղերը, քաղաքները եւ Վրաստանի եւ Հայաստանի, Ռուսաստանն այն երկիրն է, որ հիմա իրան դուր չի գալիս, որ իր սաղ երկիրը բրումբեր անգնում եւ իր ժողովուրդը փախնում է Վրաստան, Կազախստան, Հայաստան։ Ես ուզում եմ, որ դուք միջև վերջը լսեք այս եթերը եւ հավատացեք, որ այն ինչ ես ասում եմ, դա է ճիշտը։ Հավատացեք, որ ամեն օր Ռուսաստանի ուժային կառույցները նստած մտածում են ոնց մեզ վնաս տան։ Եվ մենք չենք պատկերացնում ինչքան թարախ են այդ մարդիկ եւ չենք պատկերացնում հիվանդ գլխի մեջ ինչքան մտքեր կա ոնց վնաս տա։ Յուրաքանչյուր բան կարա ջրամբարի մեջ թույլ գցի, կարա տրակացնի ինչ-որ մանկապարտեզ, ինչ ուզում ես կարա անի եւ գիտեք ինչն է խնդիրը, որ դա լինելու է եւ հետո մենք ասում ենք ոնց դարավ, ինչ դարավ եւ վատը այն է, որ երբ այդ ուժային կառույցները իրանց մտածում են ոնց մեզ վնաս տան, իրանք նենց են անում, որ դա թվա, որ դա իրանք չեն արել, այլ ինչ որ մի բան եղել է երկրի մեջ։ Բայց իրանք հասկանում են, որ մեր կառավարությունը, մեր պետությունը մոտավորապես հասկանում է, որ սա իրանց կողմից սիգնալ է եղել։ Օրինակ այդ Գյումրիի պատմությունը, տեսեք, մի մոռացեք, что ничего не будет, Гайна Джан. Кстати, кто хочет выйти в эфир, что ничего не будет, пожалуйста, напишите, что ничего не будет. Провокации не будет. Но вы это зря. Вы это зря. Провокация есть и сейчас, и с продуктами, и с рыбой, и с цветами, и с угрозами, и с угрозами перекрыть нам, сделать нам дорогой газ. Так что вы зря, օրինակ նոր Ռուսաստանը ասեց մեկ մի ամիս ժամանակ ունեք։ Չեք հիշում, որ ասել է մի ամիս ժամանակ ունեք։ Իսկ ինչ է լինելու մի ամսից հետո, եթե մենք պատասխանը չտակ։ Այո, արի միացնեմ Նատալի ջան։ Ոչ, կյանքում ես չեմ միջելուց միացրել եմ, արաս միանաս։ Առաջի անգամ քեզ տենանք էկրանին։ Ես սխմեցի, դու միացի։ Так, եւ Գայանե հետ ուզում եմ պատասխան։ Ничего не будет. Хорошо, хорошо. Տեսեք, վստահ եղեք, որ ցավոք սրտի, ինչքան ավելի լավ ապրենք մենք, ինչքան շատ զարգանա Հայաստանը, այնքան վատ է վերաբերվելու Ռուսաստանը մեր հանդեպ, քանի որ ցավոք սրտի մենք գնում ենք տարբեր ճանապարհներով։ Եվ իր հայերեն ասում են աղունդ կաթում է, հա, չէ՞ Ղարաբաղի լեզվով է դա։ Ոնց որ միացավ Նատալի։ Նատալի։ Ես տենում եմ, որ դու էկրանին ես։ Դու տեսնում ես ինձ։ Չեմ լսում ոչ մի բան։ Ձայնը չեմ լսում, Նատալի։ Արի մի անգամ էլ քեզ բան անեմ։ Так. Давай еще раз. Մի անգամ էլ միացնենք, փորձենք, գուցե մյուս անգամ ձայնը լինի լսվի։ Եվ հիմա լսում է։ Ես քեզ լսում եմ, ինձ լսում ես։ Ես էլ եմ լսում, հա, ես էլ եմ շատ լավ լսում։ Ես նկարս չեմ ուզում բացեմ, Ռոմ ջան, որովհետև շատ անհարմար տեղ եմ, բայց քանի որ շատ կարևոր լայվ է, չեմ կարող չմիանալ եւ նախ եւ առաջ ողջունում եմ քո բոլոր հետևորդներին եւ շատ կարևոր հայտարարություն ունեմ հիմա անելու, ինչա տեղի ունեցել, որ ես անդրադարձել եմ բանակին եւ մասնավորապես պարոն Պապիկյանին։ Ես ունեի նմանատիպ ինֆորմացիա, որ շուտով Հայաստանի Հանրապետությունում մասշտաբային սկսվելու է կոնկրետ խնդիր բանակում, որպեսզի կարողանան ազդել Հայաստանի Հանրապետության պետականության վրա։ Որպեսզի բանակի պարոն Պապիկյանի ուշադրությունը շեղեմ ինձ վրա, ես ստիպված էի շատ կոպիտ անդրադարձ կատարել բանակի թեմային։ Ստիպված էի եւ իսկապես դա հասավ
տեղ, հա, եւ իրականում Դա մենակ բանակի հետ չի կապված, դա լյուբոյ բան, լսեք, դա լյուբոյ տեղ կարող է լինի, то есть լյուբոյ տեղ պրովոկացիա կարող լինի։ Մենակ բանակը չի, տեսեք, ես դրա մասին էի խոսում եթերում, որ մենակ բանակը չէ, այլ յուրաքանչյուր մեր կյանքի մասի վրա, այսինքն на любую часть нашей жизни может устраивать провокация России, может быть, и это может быть и детский сад, и водохранилище, это может быть что угодно, потому что Россия не хочет, чтобы мы жили все спокойно. Это касается и Грузии, Азербайджана. Россия сейчас живет в таком страшном состоянии, Наталья, что она как разъяренный лев, который хочет видеть всех в несчастье и так далее, тому подобное. Մանավանդ Ռուսաստանը տեսնելով ինչքան հայեր գալիս են ծառայեն Հայաստանի բանակում, հա, ինքը հասկանում է, չէ, որ ինչա կատարում, որ հայ ազգը, այն հայերը, ովքեր ապրում են Ռուսաստանում, իրանց դղերքին ուղարկում են հայկական բանակ։ Եվ ինքը ամեն ինչ անում է, որ այս երկրում լինի խոսակցություններ, դες նկատել ես Նատալի, որ բոլորը թիրախավորում են Սուրեն Պապիկյանին, а при чем тут Սուրեն Պապիկյան? Конкретно я говорю сейчас про оппозицию, то есть ինչի համար оппозиցիան քննադատում Պապիկյանին։ Այստեղ մենք ունենք շատ կարևոր խնդիր, որի վրա կցանկանամ, որ կենտրոնանա հենց պարոն Պապիկյանը եւ կառավարությունը։ Ուրեմն դու հիշում ես, որ բանակից կոնկրետ վերջին շրջանում այն քահանաները, ովքեր ծառայում էին բանակում, նրանց հեռացրեցին։ Ճիշտ է թե ոչ։ Եվ այս պահին, երբ որ այդ ամենը տեղի է ունեցել, անմիջապես օպոզիցիան թիրախավորում է այդ հատվածը յուրաքանչյուր զոհից հետո եւ ասում է, որ տեսեք գնդացիրներին բանակից հեռացրեցիք, այդ իսկ պատճառով բանակում սպանությունների թիվը շատացել են, ինքնասպանությունների թիվը շատացել են։ Բայց մենք գիտենք, որ բանակի գնդացիրները հստակ ինֆորմացիա էին տրամադրում ռուսական KGB-ին եւ ինֆորմացիան տրամադրում էին Կտրիչ Ներսիսյանի եւ Եզրաստ Ներսիսյանի միջոցով։ Ճշմարիտ է։ Այսինքն մենք այստեղ ունենք մի հատ մեծ խնդիր, որը որ ներկա պահին աշխատում է Հայաստանի Հանրապետությունում օպոզիցիայի, ուրեմն ուղղությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դեմ, եւ մենք ոչ մի կերպ իրավունք չունենք թույլ տալու, որպեսզի այս ամենը շարունակվի։ Եվ գիտես, ես կարծում եմ, որ պետք է նաեւ պատկան մարմինները իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այն երեխաների ծնողների վրա, ովքեր ինքնասպան են լինում։ Միգուցե ինչ որ թավաններ են դնում երեխեքի վրա, միգուցե ճնշում են գործադրում քաղաքացիական կյանքում նրանց ծնողների վրա։ Այս բոլոր փաստերը պետք է դիտարկվեն եւ այո, ես ինքս շատ նեղվել եմ, որ ես ժամանակին անդրադարձ եմ կատարել պարոն Պապիկյանին, որովհետեւ ոնց տեսնում եմ, խնդիրը համակարգային է եւ մի հոգի չի կարող այդ խնդիրը լուծի։ Իմ տարածքի հետ քանի որ ես գտնվում եմ, գիտես, Թուրքիայի Հանրապետությունում, ես ինձ իրավունք չեմ վերապահում շատ խառնվեմ բանակի գործերին։ Այո, բայց ինձ հստակ գալիս է մեսիջներ, որ կոնկրետ հրամանատարներ ճնշում են եւ պետք է բանակից առհասարակ վերանել Յախշի ասվածը։ Տգիտություն բառից բուն իմաստով, ով բանակում բարձր է գոռում, այդ մարդը բանակում բան է, սպայ է, դա նորմալ չի, Ռոման ջան, նորմալ չի։ Okay, Նատալի, քանի որ դու չես երևում, Մարի առանձին հետո եթերանիկ, որի մենք քեզ տեսնենք, որպեսզի էկրանին երևա, хорошо։ Շատ ուրախ էի, շատ ուրախ էի։ Հաջորդ անգամ մեծ եթեր եք անելու, որպեսզի ինքը երևա էկրանին։ Եվ շնորհակալ եմ, որ իմ վիդեոներս, սյուժեներս տեղադրում ես Ղարաբաղի անկանի մասին։ Տեսեք, ինչի մասին է ընդհանրապես մեր եթերը, ովքեր նոր են միացել, դրա մասին, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մենակ բանակում կարա լինի պրովոկացիա Ռուսաստանի կողմից, նորից եմ ասում, որ մենք պետք է պատրաստվենք, որ յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, չգիտես որտեղ Ռուսաստանի կողմից կարող է լինի պրովոկացիա։ Էլի եմ ասում, այն պատճառով, որ մենք գնում ենք տարբեր ճանապարհներով եւ Ռուսաստանը այն երկիրն է, որը ոչ մեկին չի ուզում իր ձեռից բաց թողել։ Այսինքն Հայաստանը իր համար, մենակ Հայաստանի տարածքը։ Ասում եմ, այսօր այն, որ մեր բանակը այնքան մեծ մակարդակ ունի, որ Ռուսաստանից չեք պատկերացնում, քանի տղա արդեն գնացել են բանակ եւ գալիս են գնան բանակ։ Քանի տղա, եւ դա կապված է եւ դրա հետ, որ լավ սնունդ են տալիս, եւ պատերազմ չկա, եւ իրանց ոչ մեկ չի տանում Ղարաբաղի նման ստրուկի նման օգտագործի եւ կապված է դրա հետ, որ 1 տարի 6 ամիս են ծառայում, որ ահագին օտպուսկներ են ստանում, իսկապես մեծ աշխատանք արված եւ հենց ներ չի այդքան տղա գալիս, որ ծառայի Հայաստանում։ Բայց դուք ո՞նց եք մտածում, Ռուսաստանի կառույցները հենց նենց նստած նայում են դրա վրա, ասենց նստած նայում են, ոչ, իրանք ֆիքսում են այդ բաները, դա ֆիքսում են, որ հայերը չեն ուզում Ռուսաստանում ծառայեն եւ 18 տարեկան տղերքը գալիս են ստեղ ծառայեն։ Եվ այս պրովոկացիաները, որի հետևից կարող է լինի Ռուսաստանը կայնած, ինչի մեջ ես չեմ կասկածում։ Այսինքն Ռուսաստանը օրինակ կարող է այդ պրովոկացիաներով ասի, տեսեք, այն մարդիկ, ովքեր չեն ծառայում Ռուսաստանում եւ գնում են Հայաստան, նենց չի որտեղ մեղր են բաժանում։ Ես ասել եմ ձեզ դրա մասին, որ ամեն օր
10-ից մինչև 20 հայ սովորում է Ուկրաինայի ֆրոնտում։ Ես պատմել եմ ձեզ դրա մասին եւ մինչև ընտրությունները ամեն օր ես այդ նկարները անուններով, ազգանունով, որ քաղաքից ես գցել եմ եւ դուք տեսեք ամեն օր։ Եղել է օր, որ 30 հոգի եմ ես տպել իրանց անունները եւ նկարները։ Հիմա դա Նարինե ջան, совершенно верно։ Հիմա ուզում եմ ինչ ասեմ այս եթերով։ Երբ մենք օրինակ ես մյուս եթերում ասեցի, որ եւ հիմա եմ կրկնում, որ Պաշտպանության նախարարությունը եւ Էդվարդ Ասրյանը եւ Սուրեն Պապիկյանը պետք է ավելի գիտեք մեծ պատերազմ հայտարարեն ոչ թե Պաշտպանության նախարարության մասշտաբով եւ պետական մասշտաբով, դա հենց այն զրույցներ չի։ Կրիմինալ աշխարհի դեմ, որը նաեւ աշխատում է Ռուսաստանի ուժային կառույցների վրա եւ եթե մենք ունենք կրիմինալ ոչ թե մենակ բանակում, այլ երկրում, մենք պետք է հասկանանք, որ այդ կրիմինալը վտանգավոր է Հայաստանի համար, ոչ թե մենակ բանակի համար, բոլորիս համար։ Եթե Ռուսաստանը կրիմինալը օգտագործում է եւ օգտագործել է իրար, այսպես ասած, գործերը առաջ տանելու համար, ինչի՞ չեք դուք մտածում, որ նույն կրիմինալը աշխատում է բանակում Ռուսաստանի համար։ Եթե մենք ասում ենք կրիմինալը ինչ որ գործողություններ անում բանակում, բայց նույն կրիմինալն է, չէ, Նորիկ Ախալկալակսկին, Դոն Պիպոն, նոր քանի միտինգի վրա Դոն Պիպոն այդ մարդկանց հանեց։ Բայց Դոն Պիպոն ներկայացնում է որ աշխարհը հաստատ կրիմինալ աշխարհի հետ այն կկապված եւ Նորիկ Ախալկալակսկին եւ մեկը եւ այս մեկը դա ինչ է նշանակում, որ կրիմինալ աշխարհը աշխատում է Ռուսաստանի ուժային կառույցների վրա։ Այսինքն ինչա FSB-ն չի տենում, Դոն Պիպոն ով է, Նորիկ Ախալկալակսկին ով է, բայց եթե FSB-ն Ռուսաստանում թույլ է տալիս այդ մարդկանց ազատ միտինգներ են կազմակերպում, մարդկանց ծեծում են, մարդկանց չգիտեմ ոչնչացնում են, եւ ոնց է ստացվում, որ FSB-ն աչքերը փակում դրա վրա, որ կրիմինալ աշխարհը Ռուսաստանում հայկական բիզնեսմեններին սպանում է, սպառնում է, հապրի մեջ է պահում, հա, վախի մեջ։ Ուրեմն այդ նույն կառույցը Ռուսաստանի կառույցը կարա ունենա նույն ազդեցությունը եւ Հայաստանում եւ հայկական բանակում։ Սա փաստ է, հասկանում եք։ Եվ երբ Սուրեն Պապիկյանը ասում է եւ շատ ճիշտ է ասում, որ այս կրիմինալը շուտվանից է, ոչ թե շուտվանից է, գիտեք, ինչքան ես ինձ հիշում եմ, միշտ կրիմինալ է եղել Հայաստան։ Ինչպես հարց է ծագում, հա, հարց է ծագում։ Օրինակ, մենք ասում ենք կանայք գրում են, ասում են Սուրեն Պապիկյանը պետք է կրիմինալի հետ պատերազմ տանի։ Տեսեք, որտեղ տանի, բանակում, բայց բանակը իրանք հավաքում են մեր ժողովուրդ, մեր քաղաքներից եւ գյուղերից եւ մինչ Սուրեն Պապիկյանը պայքարը պետք է տանի Գյումրիի օրինակ ժողովուրդը։ Գյումրիի կանայք, ես չեմ ասում բոլոր կանայք, բայց շատ կանայք Գյումրիում սիրում են կրիմինալը, ներողություն եմ խնդրում, բայց դա փաստ է։ Եկեք, давайте оставим покой Սուրենը Պապիկյանը եւ ասեք արդար բաներ ասեք, որը ոչ մեկ չի ասել, բայց ես չեմ վախենում։ Գյումրի կանայք սիրում են կրիմինալ աշխարհը, կրիմինալ տղերքին։ Ինչի՞ եմ ես դա ասում, քանի որ անցած տարի Գյումրիի կանայք գնաց այսինքն սա Սուրեն Պապիկյանն է եղավոր, մենք չենք կարա դա ասել։ Հիմա այդ կանայք, եկեք ֆիքսենք, որ մեր երկրում կան հայկական կանայք, ցավոք սրտի, ովքեր տալիս են ձայնը կրիմինալ աշխարհին Գյումրիում եւ ասում են այո, կրիմինալը բոմբա բան է։ Հիմա լավ, եկեք այդ կանանց հարց տանք։ Հիմա դուք հասկացաք, որ ինչի ենք մենք ասում, որ Վարդանիկին ձայն մի տվի։ Ոչ թե դրա համար, որ Սարիկ Անդրեասյանը ընտրվի։ Երբ ես առանձին եթերներում ասել եմ, որ կրիմինալ աշխարհը քանդում է հայկական Հայաստանի պետությունը, դա բան չգիտեք, ասում են, դե տղավարի պետք է զրույցներ ալ, էսա տղավարի զրույցը, որ կրիմինալ աշխարհից վնասից կման ոչ մի բան չկա հայ ազգի համար։ Երբ ինչ որ մեկը ասում է, դա կրիմինալն էլ պետք է լինի, լուրջ եք դուք ասում ժողովուրդ։ Դուք այն ազգն եք, ով ունի մեծ պատմություն, դու այն ազգն ես, ով պետք է հպարտ լինի Կոմիտասով, Մեսրոպ Պանշտոցով, Սայաթ-Նովանա մեր հա հպարտությունը, Արամ Խաչատուրյան, բայց երբ մենք հպարտանում ենք կրիմինալ աշխարհով եւ կրիմինալ տղամարդկանցով, էս է մեր վերջը, որ այդ նույն կրիմինալ աշխատում է Ռուսաստանի վրա եւ այո, ես դրա մասին մանրամասն եթեր կանեմ մի երկու օրից հետո, ինձ ժամանակա պետք ավելի ուսումնասիրեմ, բայց եթե կարճ, այո, կրիմինալ աշխարհը կարա պրովոկացիաներ անի, ոչ թե մենակ բանակում, այլ ընդհանրապես մեր քաղաքում եւ այլն այլն։ Ինչ մնաց, եթե մենք խոսում ենք դրա մասին, որ բանակում կա կրիմինալ, հավատացեք, այդ կրիմինալը կա եւ Երևանում, եւ բոլոր տղերքը 16, 17 տարեկան տղերքը, օրինակ Շենգավիթ համայնքում կրիմինալ չկա, կա կրիմինալ։ Կա կրիմինալ։ Գյումրիում կրիմինալ չկա, կա Պարաքար համայնքում, եթե մենք ապրում ենք, դեռ կրիմինալ չկա, կրիմինալ կա։ Եթե մենք ապրում ենք Գեղարքունիքի մարզում,
Նորադուս գյուղում կրիմինալ չկա, կա։ Հիմա տեսեք, ստացվում է, որ Գյումրի կանայք ընտրում են մի մասը եւ ոչ քիչ մասերը, ահագին կանայք ընտրում են Վարդան Ղուկասյանը անցած տարի եւ կրիմինալ աշխարհը, դրանով իրանք ասում են, որ այո, կրիմինալ աշխարհը բոմբաբան է, թող լինի, թող իրար սպանեն, իրար կոտերոեն, իրար, չգիտեմ, ճնշեն եւ այլն այլն։ Կա տես բան, կա։ Դե եկեք գնանք այդ կանանց հետ խոսանք, ասած դու մայր ես, դու կին ես, դու ինչ ես կրիմինալին զայտ տալիս։ Ասենք լավ, մեր բանակում կա խնդիրներ տղամարդկանց մեջ, բայց դուք կանայք ինչի եք ձայն տալիս կրիմինալին։ Ինչա 35 տարեկան, 40 տարեկան կինը Գյումրիում ապրող, ինքը չի հասկանում, որ Վարդանիկը կրիմինալ է։ Բայց բացի դրանից, երբ մենք ասում ենք Սուրեն Պապիկյանը պետք է, այսօր ես գրել եմ պոստը եւ կարող կրկնեմ եթերում, ես գրել եմ, որ Պապիկյանի եւ բոլոր պետական անձերի խնդիրը դրանում է, որ պատերազմը պետք է լինի տոտալ, ոչ թե բանակում։ Այսինքն սա մի քիչ, գիտեք, անցած անգամ էլ ես ասեցի, ես զարմանում եմ, ոնց կարող է բանակում կրիմինալը հետ պայքար լինի, եթե այդ բանակը օֆիցերա վերցնում Գյումրիից կամ Գեղարքունիքի մարզից կամ Պարաքարտ համայնքից կամ Նորադուս գյուղից, այսինքն ոնց կարող է այդ օֆիցերը պայքար տանի կրիմինալի հետ, եթե ինքը կրիմինալ է, մեծամասնությամբ։ Ուրեմն եկեք այդ կրիմինալի հետ բոլորս պայքար տանենք։ Էլի եմ կրկնում, մեր սիրելի եւ հարգելի ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանը, ցավոք սրտի եւ ինքը եւ նախկին նախարարը Վահե Կազարյանը, ես օրինակ մի անգամ լսած չկամ, որ ասեն ներքին գործերի նախարարությունը տանելու է տոտալ պատերազմ։ Տոտալ պատերազմը ինչ է նշանակում։ 365 օր, ստուգել նույն այդ թմրանյութը, որը կա այդ նույն կրիմինալի ավտոներում, զենքը եւ չգիտեմ, ահագին իրաց ձևեր ունեն այդ պայքարը տանեն։ Ոչ թե ամիսը մի անգամ մենք 5 օր աբլավա անենք, ասեք ուժեղ ծառայություն է գնում, գիշեր-ցերեկ մենք ստուգում ենք, գիտեք, պետք է ազնիվ լինենք ժողովրդի հետ։ Նույն ներքին գործերի նախարարություն մարդիկ կան, այդ կրիմինալը մարդիկ ապահովում, այսինքն երբ ներքին գործերի նախարարությունը ստուգում է ճանապարհները, Հայաստանի ճանապարհները, այդ մարդիկ մեջից զանգում են, ասում են, այսօր դուրս մի արի, ստուգում են ավտոները, այսօր դուրս մի եկեք։ Դա ինչ է նշանակում, որ այդ կրիմինալը ունի անձնավորություններ ներքին գործերի նախարարությունում, եւ այդ մարդիկ զգուշացնում են, որ մենք գալիս ենք ստուգենք, դուրս մի եկեք։ Օրինակ Վալերի Օսիպյանի ժամանակ եւ 2018 թվականին վարչապետը նշանակել է Վալերի Օսիպյանին ոստիկանապետ, ու Վալերի Օսիպյանի ժամանակ տենց է եղել։ Դե նույն Վալերի Օսիպյանը, ով կներես Ռոբսոնի ընկերը, Ռոբսոնի, այսպես ասած, կներեք, էլ ստրուկը, տենց է ստացվում։ Ոնց կարող է ոստիկանապետը լինի Ռոբսոնի ստրուկը, բայց տենց է եղել։ Վալերի Օսիպյանը այդ աղջիկների հետ նկարվում էր, շփվում էր եւ նույն օրը զանգում Ռոբսոնին հարցեր տալիս ոնց անեմ եւ ինչ անեմ։ Եթե մի ցելը ոստիկանապետ աշխատում էր Ռոբսոնի վրա, բա ինչ էր կատարվում այդ ուրիշ բաժիններում։ Եվ նույնը հիմա ես վստահ եմ, որ էլի մարդիկ ունեն ահագին, ովքեր զանգում են, ասում են, այսօր Արփինե Սարգսյանը հրաման ա տվել, որ ստուգումներ լինելու ճանապարհին, այսօր քիթդ մի հանի տնից։ Եվ եթե Սուրեն Պապիկյանը եւ մենք ուզում ենք, որ կրիմինալի հետ պայքար գնա, այդ պայքարը պետք է լինի տոտալ 365։ Տեսեք, պետք է ազնիվ լինենք։ Նույնիսկ չէ որ կառավարության անդամները խոսում են դրա մասին, բայց ես կուզեի որ խոսան։ Պետք է այդ հարցին ուշադրություն դարձնենք։ Մենք ասում ենք այսօր կրիմինալը այնքան մեծ ուժ ունի, որ փաստորեն Կտրիչ Ներսիսյանը, որը ձև է տալիս, որ ինքը մեր կաթողիկոսն է, Կտրիչ Ներսիսյանը այսօր կրիմինալ աշխարհի մի մասն է։ Բա նույն, տեսեք, իր եղբայրը Եզրասը Մոսկվայում բոլոր հայկական եկեղեցիները Ռուսաստանում կոնտրոլի տակ է բաղում։ Եվ գիտեք ոնց է կոնտրոլի տակ բաղում։ Ոնց է վախեցնում զենքով այդ Գարեգինի պլեմյանիկը զենքով է ման գալիս։ Կրիմինալ, նույն կրիմինալը, այսինքն թե Գարեգինը, Կտրիչ Ներսիսյանը, թե իր եղբայրը, թե իր պլեմյանիկը կրիմինալ է։ Երբ կաթողիկոսը չակետներում կրիմինալ է, ում հետ ենք մենք պայքար տանում։ Մենք չենք կարող ժողովրդին բացատրել, որ Կտրիչ Ներսիսյանը կրիմինալ աշխարհի մասնակից է, անդամ է։ Տեսեք, եթե Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Եզրաս Սրբազանը, դուք տեսել եք այդ վիդեոն, այդ որ Ծիրանի խնդիրը եղել է, Ծիրանը Ռուսաստանում չի կարող մենք վաճառենք։ Դուք չեք հիշում ինչ է արել Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Եզրասը։ Կանչել է իր կաբինետը բիզնեսմենին եւ կանչել է Նորիկ Ախալկալաքսկին, այդ վիդեոն բոլորը տեսել են։ Կաթողիկոսի եղբայրը Ռազբորկա է արել կրիմինալ ոճով, Նորիկ Ախալկալաքսկուն կանչել է օգնություն եւ պատկերացնում եք կրիմինալ աշխարհի ներկայացուցիչի հետ միտեղ կաթողիկոսի եղբայրը Ռազբորկա է արել բիզնեսմենի վրա։ Բանակում ինչ ենք ուզում որ լինի, եթե մի ցելը կաթողիկոսի եղբայր այդ ձևի պահվածք ունի։ Ոնց պետք է լինի բանակում։
Եթե զինվորը, ասում ես Սուրեն Պապիկյան, ինչո՞ւ դու Սուրեն Պապիկյան, առաջի տականքը կտրիչ ներսյանը, եթե զինվորը տեսնում է ոնց է կաթողիկոսը եղբայրը կրիմինալի հետ ուզում ունիզի տանի բիզնեսմենին, բայց զինվորը ինչ ումից պետք է սովորի։ Ու սա է հայտարարությունը։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա չի կարող հասկանալ, որ սրա համար ենք մենք ուզում հանենք կտրիչ ներսյանի նման տականքը, որ մեր զինվորը 18 տարեկան չնայ որ կաթողիկոսի եղբայրը կրիմինալ է կանչում նորի կախալկալակսկին եւ հարցեր է լուծում եկեղեցու մեջ։ Այնքան տականք է, որ եկեղեցու մեջ ինքը ճնշում է բիզնեսմենին, հա, կրիմինալի հետ միասին։ Նա մարդ է։ Իսկ Պապիկյանը, գիտեք ինչ, ես ինչքան դիմել եմ Պապիկյանի տեղակալներին եւ Սուրեն Պապիկյանին, իսկ ինձ ահագին անգամ դիմել են ծնողները, որ օրինակ մեր տղան նաստրայինի չունի, ոնց որ դեպրեսիայի մեջ է, ոնց որ հիվանդ է, գուցե լավ չեն բուժում։ Բոլոր հարցերով ես դիմում էի Սուրեն Պապիկյանին, տեսեք, մի ժամից հետո ես արդեն հարցը լուծում էի, մի ժամից հետո։ Այսինքն եթե մենք պետք է օգնենք զինվորին, մի ժամվա ընթացքում մենք օգնում ենք զինվորին եւ բոլոր հարցերը հավատացեք երդվում եմ Աստծո անունով։ Բոլոր ծնողները ասում են տղաս վсё, էլի խնդում է, հարցերը լուծված, այսինքն տղերք են կարող իրար կպնում են, լինում է որ գիտեք, լինում է որ օֆիցերը սպան եւ զինվորը իրար չեն հասկանում, իրարից նեղացած են եւ զինվորը կարող է սկսի նուշկի տակ ընկնի։ Նուշկի տակ ընկնի, խորանա, կամ էլ այդ օֆիցերներն էլ մեկ-մեկ կարող է չեն հասկանում զինվորին, չեն ուզում ավելի լինել ուշադիր եւ սենց սկսում է սենց, հա դու կուտակվել այդ նեգատիվը եւ ամեն անգամ ես որ խնդրում եի Սուրեն Պապիկյանի տեղակալներին այս զինվորի հարցով եկեք մի քիչ մի հատ ֆիքսենք մի հատ կարիքտերով կանենք այդ հարցերը սա լուծվում է եւ ես դրա մասին շուտից գրել եմ շնորհակալություն եմ հայտնել այսօրվա եթերում ես կուզենայի նշել որ բացի բանակի խնդիրներից մենք պետք է պատրաստենք հիմիկվանից եմ ասում լուրջ խնդիրների որը ստեղծելու է Ռուսաստանը Հայաստանի համար եւ եթե Ռուսաստանը տենում է որ մենք ասում ենք որ մեր այդ ճանապարհը железной дорогան հետևեք մեզ ինքը պատկերացնում եք ինչքան է բարկանում այսպես Հայաստան ինչ ես ասում որ այդ железной дорогան ուզում եմ տամ չգիտեմ ուրիշ երկրին ես քեզ պատժելու եմ հələ չգիտես մեր գլխին ինչ անելու բայց դա չի նշանակում որ մենք պետք է բախենանք ու ասենք գիտես ինչ վախենում եք որ մեր ջրամբարը թույլ կգցես վախենում եք որ մեր մանկապարտեզը կտրախացնես մի հատ բիսպիլոտնիկ կգցես մեր դպրոցին ինչ անենք մենք ասենք ռուսներ եկեք մեզ կոտորեք ուղարկեք սա Ուկրաինայի ֆրոնտ մենք ոչ մի բան չենք անելու է մենք անելու է եւ մի հատ երկիր ով 5-րդ տարին սպանում է Ուկրաինայի երեխեքին հավատացեք մեզ էլ է պատժում մենք ուղղակի ինքն ենք պատժում որ մենք չհասկանանք ասում եմ ես բանակի պատմությունները այն մի նայեք ստեղ եղել է այս դեպքը ստեղ եղել է այն դեպքը դրանք ովքեր ուզում են կազմակերպեն մի շարք հանցագործություններ իրանք ընտրում են այն ձևի տեղեր այն ձևի մարդկաց այն ձևի են կազմակերպում դա որ երևա որ իբր դեղա դա եղել իբր բարդակ աբանակում եւ այլն ասում եմ դրա մասին մանրամասն մի քանի օրից հետո եթեր կանեմ եւ կմտածեմ ոնց է եթեր անեմ որ լինի ավելի այսպես ասած մանրամասներ լինի այսօրվա եթերում ես կուզենայի նորից նշել որ շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր իսկապես հասկանում են որ ինչքան Հայաստանը զարգանա իսկ Հայաստանը հիմա շատ ուժեղ զարգանում է ինչքան մենք ավելի շատ զարգանանք այնքան ավելի շատ մեզ խփելու են տեսեք մի հատ օրինակ բերեմ երկու ամիս հայերին խփում է Ռուսաստանը կայքերում գրում է որ իբր մենք տեսեք ռուսերեն գրում է план Армении продавать продукты в Европе провалился դուք նոր եք ասում ոնց կարող է պլանը տապալվի երկու ամսում եթե մենք նոր ենք սկսում հա տարբեր երկրների հետ պայմանավորվում ենք որ մեր մրգերը վաճառենք եւ այլն այս դրությամբ մեր էկոնոմիկան շարունակում է շատ ուժեղ մեծանալ միակ տեղը это сельское хозяйство где у нас просело 15% այսինքն մենք երկրորդ кварталում 15% մենակ այդ տեղը մենք կորցրել ենք то есть только в области сельского хозяйства у нас было 15% понижения все остальные секторы Армении продолжают просто бешеными ритмами расти то есть в общем экономикան շարունակում է մեծ աճ ունի մեծ այո այդ մրգերը այդ сельское хозяйствоն 15% մենք կորցրել ենք во втором квартале թող даже լինի դա 20% ничего страшного այսինքն մի հատ սեկտորը մեծանում է այս սեկտորում ունենք այո խնդիրներ բայց ես նորից եմ կրկնում ոնց կարող է ռուսները ասեն որ Փաշինյանը չի կարող վաճառի եւ փոխի ճանապարհները երկու ամսում լուրջ երկու ամիս անցել որ արգելել է Ռուսաստանը մենք ոչ թե երկու ամսում այլ 1 տարում 2 տարում
մենք այնքան նոր ճանապարհներ ենք գտնելու, այնքան նոր դոգովորներ ենք, արդեն ունենք աղագին մեր դուք տեսած կաք, որ գոնե մի հատ լոլիկ կամ մի հատ պերսիկ փտի, չկա տենց բան։ Այո, կան տեղեր, որտեղ 50 դրամով են պամիդորը վաճառում, կան տեղեր տենց, ես հույսով եմ, որ այդ մարդկանց չեն նեղացնելու եւ գուցե մի քիչ էլ կոմպենսացիա կտան, չգիտեմ։ Կա այդ խնդիրները, որ ավելի էժան են հասնում, բայց մյուս կողմից նույն կառավարությունը արգելել է այդ տոմատի մածուկը վաճառեն Ռուսաստանին, հա, արտադրությունը եւ Հայաստանի արտադրության Հայաստանի ապրանքն ենք մենք վաճառում հիմա խանութներում եւ դա նշանակում է, որ այդ լոլիկ ավելի շատ կարամիտ ունեն եւ որպեսզի ավելի շատ վաճառեն այդ տոմատի մածուկը։ Ամենալավն եմ ցանկանում, նորից ուզում եմ կրկնել, որ ինչքան ավելի շատ մենք լավ ապրենք, ավելի լավ զարգանանք, ավելի շատ մեզ վրա ճնշելու է Ռուսաստանը, քանի որ գիտեք, Ռուսաստանը նախանձ մի հատ երկիր է եւ ոչ մի ազգ, ոչ մի Դագիստան, Չեչնիա, ոչ մեկ չի մտել իրանց կազմը ստով, իրանք բոլորին ստիպել են մտնել իրանց կազմը։ Այսքանն է, դրա մասին է իմ եթերս, որ զգուշ լինեք եւ միշտ մտածեք դրա մասին, որ մի կողմից մենք խաղաղություն ունենք, պատերազմ չունենք Ադրբեջանի հետ, բայց մյուս կողմից մենք ապրում ենք մի հատ աշխարհում, որ 4 կողմը պատերազմ է գնում։ Իրանում պատերազմ է, հա, Ադրբեջանը, Վրաստանը, էլի Ռուսաստանը ճնշում է իրանց, հա, իսկ չգիտես որտեղ կարող է ինչ լինի։ Եվ Ռուսաստանը նայում է, որ ահագին ռուսներ գալիս են Հայաստան, ահագին հայեր Ռուսաստանից գալիս են Հայաստան, ինքը չի լրում, ինքը նստած ամեն օր մտածում է, էլ ինչ անի Հայաստանում, որպեսզի մեզ ճնշի։ Եվ մի հատ նախադասություն ասեմ Սուրեն Պապիկյանի մասին, ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Դուք նկատել եք, որ առաջի դեպքից սաղ թերթերը գրում են Պապիկյանն է մեղավոր, Պապիկյանը պետքա գնա, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են Ռուսաստանի վրա, մի հատ բառ են ասում այդ սպանությունների մասին, որ Պապիկյանն է մեղավոր, պետքա գնա։ Դա ինչի մասին է խոսում։ Որ այդ մարդիկ կատարում են Ռուսաստանի զակազը, հա, Причем тут Պապիկյան։ Պապիկյանը ինչ կապ ունի սպանությունների հետ։ Սպանությունների հետ կապը մեկ ունենք։ Մենք պետք է մեղադրենք ինձ, ձեզ, ներքին գործերի նախարարությունը, այո, ԱԱՑ-ն, մեր հարգելի ԱԱՑ-ն, դատախազությունը, Գյումրիի քաղաքապետարանը, Պարաքարի համայնքի ժողովրդին, ովքեր նույն ձևի ընտրում են կրիմինալը։ Գնանք, եկեք գնանք հարցնենք, ասենք եղբայրներ եւ քույրեր, տեսա՞ք ինչ է լինում։ Տեսնում եք ինչ է լինում, երբ մենք կրիմինալին ձայն ենք տալիս ընտրությունների ժամանակ։ Մեր բոլորի սա խնդիրն է։ Եթե Սուրեն Պապիկյանը վերցնում է Պարաքար համայնքից տղաներ, գնա ամեն մի պոստում կայնի, հա, գիշերը չքնի, բոլորի հետ կայնի, ասե բարև ձեզ, եկեք ես կայնեմ, որ դուք իրար հետ չկրվեք, բայց այստեղ խնդիրը ավելի լուրջ է։ Ռուսաստանի կողմից պրովոկացիաները, ելի եմ ասում, մանրամասը եթեր եմ անելու ու մանրամասն պատմելու եմ մի քանի օրից հետո։ Շնորհակալություն։